Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը աշխարհում, ում կարողությունը գերազանցել է $600 միլիարդ։ Լուրջ թիվ է։ Այս միլիարդը լավ պատկերացնենք, Հայաստանի բյուջեն մոտավորապես 8 միլիարդ է։ Երկու ճանապարհ կա, որով ինքը կարող է դառնալ առաջին տրիլիոները։ Հայաստանը բարեգործություն անելը դառել է մի քիչ ավելի քիչ ծախսատար։ Մի խոսքով այստեղ ֆինանսական բանականություն կար։ Մեր մյուս թեման հոլիվուդյան կինոյի պատմությունն է ու հենց Հոլիվուդի հետ կապված Netflix-ը գնում է Warner Bros. Discovery-ին։ Ու Թրամփը դեմ է այդ ամեն ինչին, որն է ստարտափի գինը։ Հանդիպեցինք, խոսացինք, ողջավորվեցինք, արագ կնքեցինք ու ստեղծեցինք հայկական, չգիտեմ, երկրորդ, երրորդ, չորրորդ յունիկորնը։ Բարև բոլորին, սկսում ենք ֆինանսական բանականության 15-րդ էպիզոդը, այսօր ունենք 4 հետաքրքիր թեմա, այնպես որ բաժանորդագրվեք How2Be YouTube-յան ալիքին եւ գնացինք։ Ուրեմն առաջին թեման Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը աշխարհում, ում կարողությունը գերազանցել է $600 միլիարդ։ Արի գուշակեմ, պատճառը SpaceX-ն է։ Այո, պատճառը SpaceX-ն է, ու ինչ է տեղի ունեցել, ըստ նոր գնահատականի SpaceX-ը հիմա գնահատվում է $800 միլիարդ, մինչդեռ ամռանը օգոստոսին ընդամենը $400 միլիարդ էր գնահատվում։ Իհարկե այդ գնահատականները միշտ, քանի դեռ ընկերությունը public չի, միշտ այսպես փակագծերի մեջ են, բայց հաղորդվում է, որ սա այն գնահատականն է, այն valuation-ն է, որով ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկել է իրենց ունեցած բաժնետոմսերը վաճառել ինչ-որ նոր ներդրողների։ Բայց մի հատ բան է հարցնում, էլի, ոնց որ լուր էի կարդում, որ իրանք պատրաստվում են IPO անեն 1.5 տրիլիոն արժողությամբ, այսինքն մի հատ լուր են տարածում, որ 1.5 արժի, բայց այս բան աշխատողներից 800 միլիարդով են հետ, այսինքն այդ գնահատականով են հետ գնում։ Դե ես կարծում եմ, որ սա հենց այս նախապատրաստումն է IPO-ի, իհարկե 800-ով էլ դեռ պետք է կարողանան վաճառեն, բայց եթե դա ստացվի, արդեն հող կնախապատրաստվի, որպեսզի գնան IPO-ի։ Ու եթե վերցնում ենք այդ 800 միլիարդ valuation-ը, ստացվում է, որ Մասկը ունի 42% SpaceX-ում, այդ կազմում է $336 միլիարդ, ու ընդհանուր իր կարողությունը այդ դեպքում արդեն հասնում է $677 միլիարդ։ Թիվ է։ Լուրջ թիվ է։ Կարողությունը ինչից է ձևավորված, դե գիտենք, ունի նաև Tesla-ում, բայց Tesla-ում շատ քիչ, ընդամենը 12% ունի, բայց այդ 12%-ը համարյա $200 միլիարդ է, եւ X-ը, Twitter-ը, որի հետո ինքը ավելացրեց իր արհեստական, XAI-ը, ընդհանուր ընդեղ էլ ունի 53%, որը մոտավորապես 60 միլիարդ է գնահատվում, չնայած ընդեղ էլ արդեն խոսակցություններ կան, որ եթե մոտավորապես հիմա 115 միլիարդ է գնահատվում X-ը, ինքը այդտեղ էլ է փորձելու ավելի բարձր գնահատականով մասեր վաճառել եւ նոր ներդրողներ ներգրավել։ Ու այսքան կարողությամբ ինքը, ասենք, շատ առաջ է իրան հետապնդող մյուս մարդուց, որը որ Google-ի Larry Page-ն է, ընդամենը $252 միլիարդ, էլի, ասենք տարբերությունը 425 միլիարդ է։ Ես հիմա նայում եմ Forbes-ը ոնց որ գնահատական ունի, մի հատը 677 միլիարդ է մոտավորապես գնահատվում, ու ավանդական եղանակով 403, որտեղ SpaceX-ի բանը դեռ տենց տակ լուր է, ոնց որ պետքա դեռ բանանի, ոնց որ շուկան ապացուցի, որ կա այդ։ Մեկ է մի հատ լուր կա, չէ՞, ոնց որ Մասկի հետ կապված, որ 1 տրիլիոնանոց բոնուս է խոստացել։ Հիմա նայ Tesla-ում երկու տարբերակ կա, երկու ճանապարհ կա, որով ինքը կարող է դառնալ առաջին տրիլիոները, այսպես ասած։ Մի տարբերակը այն է, որ ինքը հաջողի SpaceX-ի IPO-ն հենց այդ գնահատված 1.5 տրիլիոնով, այդ դեպքում իր մասնաբաժինը եթե գումարվի հիմա իր ունեցածին, մի տրիլիոնը կանցնի մոտավորապես։ Այդ մի ուղին է։ Մյուս ուղին, եթե ինքը ստանա այդ շատ քննարկված, այսպես ասած, բոնուսը,
Tesla-ից ինքը այսպես կոնկրետ KPI-ներ ունի, որի այսպես ընդգրկուն կետը այն է, որ ինքը 10 տարվա ընթացքում ընկերության կապիտալիզացիան պետք է 8 պատկի։ Եթե դա կարողանա անել, մենակ 1 տրիլիոն տեղից կստանա ու կարող է ժամանակ 2 տրիլիոն էլ ունենա, 10 տարվա հաստատ կունենա։ Դա իմաստը ոնց հասկանում բանա, մեծ հաշվով երկու գործատու ունի, ամեն մեկը իրանն է առաջարկում, իսկ մի տեղում դա տենց գործատու չունի SpaceX-ում, բայց կան ինչ-որ բաներ, ներդրողներ, որոնք շահագրգռված են, ինքը ֆոկուս անի այնտեղ, մյուս կողմից Tesla-ն է, որ հասկանում է, որ իր ֆոկուսը երբ որ լինում է, բոլորին լավ է լինում ու տենց սկսում են աննորմալ ինչ-որ առաջարկներ անեն։ Այդ մարդուն քաշ քշում են մի կողմ։ Մարդ պետք է այդքան պահանջված լինի, չէ՞ շուկայում։ Այո, բայց նայի ինչ հետաքրքիր, ասես ճանապարհ է անցել 2020 թվականի մարտին իր կարողությունը եղել է ընդամենը 25 միլիարդ դոլար։ Նույն տարվա ընթացքում Tesla-ի գինը շատ բարձրացավ, հենց այդ տարվա սեպտեմբերին օգոստոսին ինքը 100 միլիարդ անցավ։ Ուրեմն 2021-ի հունվարին արդեն առաջին անգամ ինքը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, 190 միլիարդ անցավ։ Բնականաբար շատ արագ 21-ի սեպտեմբերին 200 միլիարդը անցավ, ընդ որում 200 միլիարդը այդ ժամանակ անցել էին միայն Ջեֆ Բեզոսը ու Բերնար Արնոն, հետո գնում է, այսպես 2024-ի դեկտեմբերին 400 միլիարդ անցավ, 2025-ի հոկտեմբերին 500 միլիարդ անցավ, այսինքն վերջին շրջանում ամիսը 1 միլիարդ ավելանում է ու ընդհանրապես 300 միլիարդի ու 400 միլիարդի սահմանը մեկ էլ անցել է Oracle-ի Լարի Էլիսոնը։ Ու ինքը հիմա այսպես գնում է տրիլիոնին։ Բան ասեմ էլի, որ այդպես միլիարդը լավ պատկերացնենք, որովհետև ինձ թվում է ոչ բոլորն են կարողանում հասկանալ, թե միլիարդը ինչ է, ընդհանրապես Հայաստանի բյուջեն եկամուտների մասը տարեկան տենց մոտավորապես 8 միլիարդ է, դրանով մի ամբողջ երկիր այսքան 3 միլիոն մարդու կարիքներ է հոգում, սկսած պաշտպանությունից, առողջապահություն, չգիտեմ, ճանապարհաշինություն, կրթություն եւ այլն, լավ վատ է դա, ոնց որ ինչ-որ ձև հոգվում է, էլի, ու մի հոգին տենց հիմա որ նայում ենք, սարսափել է մեծ թվեր, էլի։ Եվ դե իհարկե ամենամոտ այսպես կետը, որ կարող ենք հասկանալ այս թվերը ինչքան կապ ունեն իրականության հետ, այդ կարող է լինել հենց SpaceX-ի IPO-ն, որը հաջորդ տարվա երկրորդ կեսին է պլանավորում, ճիշտ է, դեռ պաշտոնական հայտարարություն չկա, այս ավելի շատ խոսակցությունների մակարդակով են, ու մի քանի սցենար կա, իրականում ինքը Մասկը մինչևս ասում էր, որ 3 մասից է բաղկացած SpaceX-ը ընդհանուր, մեկը Starlink-ն է, որը ինտերնետ մատակարարող այդ ընկերությունը, որը որ հիմա խոսում է, որ ավելի շատ Starlink-ն է առանձնանալու ու ինքն է IPO լինելու, որովհետև ինքը ունի հասկանալի եկամուտների ձևավորում, մոտավորապես այս պահին գնահատվում է 2025-ի գնահատականները 9.8 միլիարդ դոլար է revenue-ն եւ արդեն համարյա 8 միլիոն user ունի։ Իսկ մյուս ուղղությունները մեկը դե launching, այսպես ընդհանուր անունով այդ ռակետները արձակելն է, որը որ օրինակ այս ուղղությունը մի փոքր այսպես դժվար գնահատելի է ու շատ բաներից է կախված, թե գիտական առաջընթացից, թե ասենք գեոպոլիտիկ հարցերից եւ երրորդ ուղղությունն էլ իհարկե որը որ R&D-ն է, ստեղ էլի շատ այսպես հարցեր կան, բայց ես ինչքան հասկանում եմ IPO-ի trigger-ը լինելու է հենց դիեզերքում data center-ներ սարքելու ուղղությունը, եթե այնտեղ ինքը հասնի ինչ-որ ռեալիստիկ խոստման ու դրանով կարողանա մարդկանց համոզել, այդ 1.5 տրիլիոն valuation-ը միգուցե հնարավոր դառնա։ Ես հիմա հասկացա, թե լուրը որտեղից է եղել։ Սկսել են աշխատողներից բաժնետոմսեր առնել, ասել են բերեք 800-ով առնենք, տենց ասել են դե չլի մեկը մեկին մեջը փող են աշխատում, ուտից մամուլում հայտնվել է 1.5 տրիլիոն valuation, հա, ոնց որ Հա, այդ կոնկրետ այդ 800 միլիարդ valuation-ը, այո, հենց աշխատակիցներից է Forbes-ը այդ ինֆորմացիան դուրս բերել։ Քանի որ խոսացինք R&D-ից,
մեր հաջորդ թեման, որ ես կուզենամ քննարկենք, ինքը որոշակի կապ ունի R&D, բայց ոչ տենց տեզերական մակարդակի, շատ ավելի համեստ մեր համալսարաններում, դպրոցներում իրականացվող ինչ-որ պրոյեկտների մասին, ու լուրը հետևյալն է, որ Հայաստանում բարեգործություն անելը դառել է մի քիչ ավելի քիչ ծախսատար։ Ինչ է դա նշանակում։ Ուրեմն այսօր 25 թվականին, եթե ընկերություն, օրինակ ինչ-որ IT ընկերությունն ենք միասին, ու ուզում ենք ինչ-որ բան նվիրատվություն անենք բուհերին, դպրոցներին, չգիտեմ, պետական ինչ-որ տենց կրթական ինստիտուտներին, օրինակ կոմպ ենք գնել, օգտագործել ենք 2 տարի, ինքը մեզ որպես կամպանիա արդեն չի բավարարում, բայց ինքը շատ լավն է, որ չգիտեմ, իր վրա սովորել, փորձեր անել եւ այլն, ուզում ենք ինչ-որ մի հատ բուհի նվիրենք, ինչ-որ բան, լաբորատորիայի։ Այս հիմա այսօրվա գործող օրենսդրությունով ընկերության տարեկան եկամուտների 0.25%-ի չափ կարող ես այդ նվիրատվություն անես ու ծախս ճանաչես, հա։ Ինչը $1 միլիոն շրջանառություն ունի ընկերությունը, $1 միլիոն, արի միասին հաշվենք, որ հանգար չսխալվենք, հա, $1 միլիոն հաշվենք 0.25%-ը։ Ինքը գալիս է $2500 համակարգիչ կարանք նվիրենք, որ ծախսագրենք։ Այսինքն այդ որ ծախսագրում ենք, չի նշանակում $2500 հարկ չենք վճարում, $2500-ը 18% հարկը չենք վճարում։ Ու պատկերացնում ես, ասենք $1 միլիոն, դա շատ տենց լուրջ շրջանառություն է Հայաստանում, ու $1 միլիոնին դու կարող ես $2500 անես։ $10 միլիոն, որ ընկերությունը շատ քիչ ունենք, $10 միլիոն, իրանք տարվա ընթացքում կարող են $25000 անեն։ Հիմա այդ սահմանաչափը բարձրանում է 26 թվականին 10 անգամ, այսինքն 0.25-ի փոխարեն դառնում է 2.5%-ը, այսինքն նույն այդ $1 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունը արդեն կարող $20000 համակարգիչ նվիրի բուհին ու իր մոտ ծախսագրի։ Հետևաբար կարող ենք ասենք, որ բարեգործություն անելը մի քիչ ավելի քիչ ծախսատար է, որտեղ այդ արած այդ գումարի 18%-ը գոնե կարողանում ես հարկիցդ քչացնես։ Այդ առումով ինքը բավականին լավն է։ Հիմա ինչա էս մեզ տալիս, հա, հատկապես շատ IT ընկերություններ կան, որ իրանք միշտ իրանց կարիքներից ելնելով պետքա ոնց որ լավագույն ու ամենաթարմ համակարգիչները սերվերային, չգիտեմ, ինչ-որ հզորություններ օգտագործեն, ունենում են, հետո իրանք արդեն իրանց պահանջներին չեն համապատասխանում, բայց դրանք դեռ երկար տարիներ օրինակ բավական են, որ իրանց վրա փորձեր անել, համալսարանում սովորել, կխրախուսվի, որ այդ ամեն ինչը նվիրաբերվի բուհերին։ Հանուն արդարության ասեմ, միջև հիմա են արել, ուղղակի չեն կարողացել դրանից օգտվել, դրանց ծախսագրեն, շատ դեպքերում նաև փաստաթղթային լիքը խնդիրների մեջ են ընկել, բայց արել են, էլի, այդ պետք է ոնց որ փաստենք։ Հետևաբար հիմա դառնում է մի քիչ ավելի շահավետ, ծախսիդ կտորը ավելի քչանում է ու դրանով խրախուսվում է։ Ու կա գնահատական, որ տենց բավականին մեծ գումարների կարա հասնել նվիրատվությունների ծավալը, չեմ ուզում հիմա ինչ-որ թվեր բան անեմ, որտեղ իրանք կանխատեսումներ են, բայց կարանք մի տարի հետո ամփոփենք, նայենք ինչ արդյունքներ կտա այս օրենքի փոփոխությունը։ Եթե այդ վիճակագրությունը ունենանք, միանշանակ հա, բայց ես տեսա, որ ինքը միայն այսպես նվիրատվություններին չի վերաբերվում, այլ օրինակ կրթության հետ կապված, այսպես դու կարող ես կրթաթոշակ տաս, կարող ես ինչ-որ համատեղ ծրագիր անես, կարող ես, չգիտեմ, ինչ-որ գույք նվիրես եւ այլն, կարող ես գումար նվիրես, որ իրանք ձեռքբերումներ անեն, այսինքն տենց ասենք, հա, նվիրատվություն անելը իր բոլոր ֆորմաներով կարողանում ես անել։ Հիմա միջով այդ ինչի չէր արվում, հա, այդտեղ մի քիչ շատ հայկական մտածելակերպավ, պետությունը ասում է, որ դե բիզնեսների միջին շահութաբերությունը, չէ, պայմանական, ասենք 10%-ը։ Հիմա ասում է 10%-ը նշանակում է պայմանական $1 միլիոն-ից դու անում ես, ընդհանրենք $100,000 ես աշխատում տարվա կտրվածքով։ Հիմա ասում է $100,000-ից դու $25,000 որ նվիրատվություն տաս, ստացվում է քո աշխատածից 1/4-ը տալիս ես, 18%-ը տալիս ես պետությանը, բայց քեզ ինչ է մնում, ուտեղ ռիսկեր է տեսնում, որ կարող է ինչ-որ մախինացիաներ լինի կամ հարկային օպտիմալացում լինել։ Այս տեսակետից բավական տրամաբանական է, որ ոչ ոք իր աշխատածի հլդ կեղտոտ աշխատածի 25%-ը չի նվիրատվություն անում։ Բայց կա ուրիշ մի տրամաբանություն, որ մեր հայկական ստարտափները իրանք հիմնականում ինչ են լինում են դուստր ընկերություններ ամերիկական ու հայկական իրանց շահույթը, որ հայկական կամպանիան ունենում է, իրանք դա չեն անում, որ փայատերերը վերցնեն, որովհետև իրանք աշխատում են, որ կամպանիայի արժեքը մեծանա
Եվ հետո ինչ որ չգիտեմ IPO լինեն եւ այլն, այսինքն իրանց եկամուտի հիմնական գաղափարը տեղա։ Հետևաբար իրանք մեծ սիրով են շահույթները, որը գեներանում է, օգտագործում են համայնքի զարգացման, հզորացման, գիտական մտքի զարգացման եւ ընդհանրապես էկոսիստեմայի զարգացման վրա։ Դրա համար ստեղ մի քիչ տիպիկ հայկական մտածելակերպ չի եւ այդ ընկերությունները ընդհանուր միջով իրանք շահույթի 100% ինչ որ Հայաստանում ունենում են, ոնց որ պատրաստ են դա ծախսել, ու այս մի քիչ բարդ միտքեր, որը երկար աշխատանքի արդյունքում այնուամենայնիվ ոնց որ ընդունվեց, բայց կա մի հատ բացառություն, որ որոշակի այնուամենայնիվ հարկային ինչ որ հարկերի խուսափելու բաները կարգավորվի հստակ դրվածով պետական բուհերի, դպրոցների եւ պետական պրոյեկտների նվիրատվություն, այսինքն այն չի որ հիմնադիրը կարա ստեղծի իր անունով մի հատ բարեգործական հիմնադրամ, ինքը իրան նվիրատվություն տա, ծախսանի եւ այլն, հա։ Դրա համար ոնց որ այդ սահմանափակումը կա, վստահ եմ, որ այս օրենքը իրոք խրախուսելու է, հեշտացնելու այդ process-ը ու նաև կրթական օջախներն ավելի հեշտ դառնալու ինչ որ fundraising անել, գումարներ ներգրավել։ Վստահ եմ, որ ստատիստիկա կլինի, որովհետև Հայաստանը ներդրումային խորհրդի կողմից ոնց որ այս փոփոխությունը ոնց որ լոբինգ արվե ու իրանք սովորաբար բոլոր ռեֆորմները, որոնք որ անում են, նաև հետո ստատիստիկայով ամրապնդում են, որ ինչ արդյունք տվեց, դրա համար տենց ներքին վստահություն ունեմ, որ կունենանք բավականին ճշգրիտ թիվ թե ռեֆորմը ինչա տալիս։ Ու մի խոսքով այստեղ ֆինանսական բանականություն կար։ Այս որոշման տակ կար ֆինանսական բանականություն, բացի ֆինանսական բանականությունից կա նաև տենց բարի բանականություն ու բարի գործ է արվում, դեպս գիտես իմ մոտեցումս կրթության նկատմամբ ունեմ մեծ հարգանք ու սեր ու գտնում եմ, որ այդ ոլորտն է, որտեղ ինչքան գումար ես դնում, տենց անգամներով հետ այնքը տալիս տնտեսությանը։ Մեր մյուս թեման հոլիվուդյան կինոյի պատմություն է ու հենց Հոլիվուդի հետ կապված Netflix-ը գնում է Warner Bros Discovery-ին։ Ու Թրամփը դեմ է այդ ամեն ինչին։ Այո, դու միանգամից թրեյլերը տվեցիր։ Ես այսպես հերթով գամ։ Նախ ինչ եղավ, դե աշնան կեսերին Warner Bros Discovery-ին, իդեպ ես չգիտեի, որ Warner Brothers-ն ու Discovery-ին 2022-ին միաձուլվել են։ Մի խոսքով իրենք որոշում են այսպես իրանց ակտիվները վաճառքի հանել ընկերությունը։ Մրցակցությունը միանգամից սկսվում է շատ կարճ ժամկետում, բոլորը առաջարկներ են անում։ Ի վերջո այդ մրցավազքում հաղթում է Netflix-ը, որը առաջարկում է $82.7 միլիարդ։ Բայց ինչ է անում Netflix-ը, ինքը վերցնում է մենակ այն, ինչը որ իրեն հատկապես պետք է, այն տորթի վրայի ամենահամով մասը, մասնավորապես Warner Bros կինոստուդիան, որը բոլոր հայտնի կինոներն է արտադրել, HBO-ն, իրանց սթրիմինգային ծառայությունը եւ DC կոմիքսներն ու խաղային բիզնեսը։ Բայց այդ հոլդինգը ուրիշ, այսպես հեռուստատեսային ակտիվներ էլ ուներ, CNN-ը, TNT, հեռուստաալիքը, Եվրասպորտը, Discovery-ին, որը որ պետք չի իրանց Netflix-ին, այդ մնացածը մնալու է ու առանձին, այսպես Discovery Global անվան տակ առանձին ընկերություն է մնալու իր պարտքերով։ Այս ինֆորմացիան ինչու էր, այսպես բոլորին միանգամից գրավեց, որովհետև Netflix-ը ինչից էր այսպես նեղություն քաշում, շատ հայտնի ֆիլմեր կային, այդ կլինի Harry Potter-ը, չգիտեմ, Властелин колец-ը ու շատ հայտնի ֆիլմեր կային, որ Netflix-ը չուներ իր տրամադրության տակ, հիմա այդ ամբողջը իրենց հասանելի են դառնալու ու այսպես դառնում է մոնոպոլիա, բայց հենց գլխավոր հարցը նաև ստեղ է, որովհետև մի քանի օր անց Paramount Skydance-ը, որը որ այդ վաճառքի process-ում Netflix-ի գլխավոր մրցակիցն էր, նոր առաջարկ է անում 108 միլիարդ ու խոստանում է ամբողջությամբ գնել ընկերությունը։ Բայց դե արդեն պայմանավորվածությունը նախնական Netflix-ի հետ կա նաև բնականաբար նման գործակների դեպքում նաև այսպես տույժեր են սահմանվում, որ եթե կողմերից մեկը չկարողանա ավարտին հասցնել գործարկը, պետք է շատ մեծ տույժեր վճարի ու հիմա փաստացի այդ Paramount-ի առաջարկը մնում է օդի մեջ, եթե Netflix-ի ու Warner Bros-ի գործարկը ընթանա մինչև վերջ բարեհաջող, իսկ այդ ամիսներ է տևելու, եթե ոչ տարիներ,
ապա գործարքը տեղի կունենա եւ ամեն ինչ կավարտվի։ Բայց այդտեղ գալիս է Դոնալդ Թրամփը, ասում է ստոպ։ Այդտեղ գալիս է Դոնալդ Թրամփը, մի քանի այսպես դեմ կողմեր կան այս գործարքին։ Սկսենք ավելի համեստ կողմերից, հետո գանք Դոնալդ Թրամփին։ Առաջինը դե ընդհանուր կինոռեժիսորներն են, այդ Հոլիվուդի, այսպես ասած, անձնակազմը, պրոդյուսերները եւ այլն, որոնք վախենում են Netflix-ի մոնոպոլիայից երկու պատճառով։ Մեկը, որ մոնոպոլիան կարող է հանգեցնել նրան, որ Netflix-ը իր պայմանները թելադրի ու իրենք ընդհանրապես էլ խաղալու տեղ չունենան, եւ երկրորդ, որ Netflix-ը այսպես ընդունվում է որպես կինոթատրոնների թշնամի, այսինքն նրանք վախենում են, որ իրենց ֆիլմերը միանգամից այսպես կգնա սթրիմինգ եւ կինոթատրոններն էլ իրենց հերթին արդեն մի ուրիշ հակառակ կողմ են որպես հավաքվում, որովհետև իրենք էլ կմնան առանց եկամուտի։ Այս մի կողմը, երկրորդ կողմը իհարկե այն է, որ եթե Netflix-ը ունենա այս ոլորտում մոնոպոլիա, ինքը արդեն սպառողների վրա էլ կարող է ճնշում գործադրել, որովհետև կարող է կամայական կերպով գինը թանկացնել ու այլընտրանք շատ չկա։ Ու հենց սա էլ, որ պետք է ԱՄՆ հակամենաշնորհային մարմնի կողմից այս գործարքը թույլտվություն ստանա, որպեսզի այն տեղի ունենա, ու հենց այդտեղ էլ արդեն խառնվում է Դոնալդ Թրամփը։ Բայց ինչքան հասկանում եմ, ոնց որ կարդալուց դե մենակ բան չի, այտենց արդարության համար չէ, ասում են ինքը նաև բիզնես կապեր ունի։ Այո, ուրեմն Paramount Skydance-ը պատկանում է հենց նույն Oracle-ի Լարի Էլիսոնենց ընտանիքին, իր որդին է դա հիմա գլխավորում, Դեյվիդ Էլիսոնը, որը որ Էլիսոնները Թրամփի այսպես բարեկամներն են, ընկերներն են շատ բավականին մոտ ըստ մամուլի։ Նախընտրական հիմնադրամի ակտիվ մասնակիցները։ Այո։ Եվ իրենց ձեռքին փաստացի հիմնական գործիքը այդ հակամենաշնորհային մարմնի որոշումն է, բայց հիմա ոնց հասկանա սա խախտում է հակամենաշնորհային կանոնների, թե չէ։ Ուստեղ կա երկու մոտեցում։ Եթե վերցնում են միայն սթրիմինգային բիզնեսը, այսինքն երբ որ միացնում ես ու ֆիլմ ես նայում Netflix-ի նման, հա, Netflix-ը ունի, Paramount-ը ունի, Apple-ը ունի նման ծառայություն, այստեղ բնականաբար այո մոնոպոլիա ձևավորվում է, ընդ որում վախեցնող, որովհետև շատ մեծ մասնաբաժին է ստանում Netflix-ը։ Բայց եթե վերցնում ենք ընդհանուր, այսպես զվարճանքի ինդուստրիան, այստեղ մտնում է YouTube-ը, որը որ շատ մեծ է ու այդ շուկան էլ է շատ մեծ, այդ դեպքում Netflix-ի նույնիսկ այս գործարքն էլ հետը Netflix-ը այսպես շատ մեծ մասնաբաժին չի ունենում, նույնիսկ Google-ի մասնաբաժինը չի գերազանցում։ Ու հիմա բնականաբար Netflix-ը ասում է, որ պետք է այս աշկով նայել այս շուկային, իսկ Paramount-ը ասում է, որ ոչ միայն նեղ սթրիմինգային գծով է պետք գնալ։ Բայց օրինակ դու չես գտնում, որ այդքան է ճիշտ չի, օրինակ Netflix-ն ու այդ սթրիմինգը համատել YouTube-ի հետ, ինձ թվում է տենց իրականում ոնց որ երկուսն են միրգ են, բայց տանձու խնձոր են։ Դե բայց տանձու խնձորը նույն շուկայում չեն գործում, փոխարինիչ, հա։ Դե այնքանով են փոխարինիչ, չես ասել, որտեղ մի քիչ YouTube նայում ես ուրիշ կոնտենտ, Netflix-ը լրիվ ուրիշ է, այլ ինքը ուրիշ պահանջմունքներ է բավարարում։ Մնում է հասկանանք ԱՄՆ հակամենաշնորհային մարմինը ինչ որոշում կայացնի, ամեն դեպքում Netflix-ում շատ վստահ են, եթե գործարքը ձախողվի, իրենք Warner Bros-ին $6 միլիարդ փոխհատուցում պետք է տան, բայց շատ հանգիստ։ Իսկ եթե հակառակն է լինում, ինչքան տուգանքը նախատեսված մյուս կողմին, եթե ձախողվում է Warner Bros-ի պատճառով, դրա մասին թվեր ճիշտ ասած չեմ հանդիպել։ Ես չեմ ասում, որտեղ հիմա եթե 82 միլիարդ չի ասել, ոնց որ ունդեղ 106 է, ուզում ասում որ խզեն տուգանքը տան 106-ով վաճառեն, ոնց որ բոլորը երջանիկ կլինեն բացի Netflix-ից։ Չէ, ինձ թվում է իրանք էլ իրենց, այսպես ասած, ապահովագրությունը ունեն ու համել այդ Paramount-ի առաջարկից հետո Warner Bros-ի ղեկավարությունը ասել էր, որ իրենք հավատարիմ են մնում Netflix-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությանը, չնայած դե շատ բան կարելի է։ Բայց բան էլի
20 միլիարդը շատ լուրջ արգումենտ է Բայց 20 միլիարդը մյուս ակտիվների համար է, հենց այնպես նվեր չի։ Դե այնուամենայնիվ 20 միլիարդ է։ Երբ որ դու բիզնեսից դուրս ես գալիս, արդեն բան է։ Պետք է դուրս գաս, էլի։ Օրինակ ես լինեի բաժնետեր, տենց քվեարկեի, կպնդեի, որ Netflix-ի հետ խզենք, ամբողջը վաճառենք։ Հաշվենք դու գանքը վճարենք։ Բայց այնտեղ պարտքերը շատ կա։ Դե բայց մասը պարտքն հետը տալիս ես, փորձնում ես։ Չեղա որ բիզնեսը ուղղակի 11-ին փրկնես։ Նայած իշքան է, չէ՞ այդ պարտքերը։ Դե բայց մասում ենթադրում եմ մնացած ակտիվները իրանք այդքան լիկվիդային չեն, իրանց բաժինը գնող ոնց որ պարտքն է, իսկ դա տենց բերա մնում։ Դա մոտավորապես գիտես, որ պատմությունն է, որ բանը, եթե չեմ սխալվում, Մոսկվայում որ ուզում էին Ֆորմուլա 1 դնեն, բանանեն, տենց ասել են, որ տոմսերը մենք ենք, ամեն բոլոր եկամուտները բաներ էլ, այդ Ֆորմուլայի կազմակերպիչներ, տենց այդ ժամանակվա Մոսկվայի մերը ասել էր, մեզ մի հատ բան է մնում, ոնց որ աղմուկը։ Քաղաքին ուրիշ ոչ մի բան, հիմա այդ էլի ոնց որ եթե բոլոր լիկվիդային ակտիվներ տալիս ես, մնում է մենակ պարտքերը տենց բնավորություն են, չէ՞ շատանալով, դրա համար ոչ մի անգամից Պրծնաս։ Միգուցե հենց այդտեղ է ֆինանսական բանականությունը։ Okay։ Այ մենք հիմա խոսացինք Warner Brothers-ի արժեքի մասին, միջև այդ խոսում ենք SpaceX-ի արժեքի մասին, չէ՞ ընդհանրապես ընկերությունների արժեքի մասին, տենց մի հատ հարց տամ քեզ, որն է ստարտափի գինը։ Ստարտափի գինը շատ այսպես հիփոթետիկ ինչ որ մի բան է, որը որ ֆիքսվում է, երբ որ ձեռքի է տալիս ներդրողի հետ։ Հիմա բայց ոնց է ֆիքսվում։ Այդ ոնց է ֆիքսվում է Հայաստանում չկար լուծում, աշխարհում կար լուծում, հիմա Հայաստանում է կա լուծում։ Ընդունվել է օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ են տալիս կնքել պայմանագիր, որը տենց միջազգայինորեն հայտնի ձև է, կոչվում է SAFE։ Ինչա իրանից ներկայացնում SAFE-ը։ Հիմա ենթադրենք ես ունեմ ինչ-որ գաղափար, որը տենց գաղափարի փուլում է, ինչ-որ փոքր բաներ արել եմ, բայց դեռ այդ գաղափարը ընդհանրապես արժեք չունի։ Գնում եմ ներդրողի մոտ, ասում եմ, որ ինձ պետք է օրինակ $50,000, որպեսզի իմ ստարտափը կայանա։ Ներդրողը հավատում է, որ իմ ընկերությունը կդառնա ապագա Netflix ու համաձայնվում է վճարել։ Բայց հիմա քանի որ իմ ընկերությունը ոչ եկամուտ ունի, ոչինչ ունի, մենակ ծախսեր ունի ու առաջիկա, չգիտեմ, 5-6 տարին մենակ ծախսեր են լինելու, ոնց որոշենք գինը, որ հասկանանք այդ $50,000 դիմաց ինչքան մասնաբաժին եմ տալիս ներդրողին։ Այդ շատ դժվար է անել։ Գրեթե անհնարին, հա, որովհետև փաստ չի, որ ես նույնիսկ ինչ-որ մի քայլ առաջ կգնամ, հա, ապագայում։ Հետևաբար աշխարհում ԱՄՆ-ից է եկել, ինչքան ես գիտեմ, կա SAFE պայմանագրի ձև, որը ինչա ենթադրում։ Ինքը ենթադրում է հետևյալը, որ մենք կնքում ենք այսօր իրար այդ պայմանագիր, բայց իր կարգավորումները ոնց որ ապագա արդյունքներից ու ընկերության արժեքը, երբ որ գոնե հնարավոր կլինի որոշակի ճշտությամբ որոշել, այդ ժամանակ նոր ավելի արտոնյալ պայման եմ, քան այդ պայմանը, որովհետեւ ավելի շուտ եմ ներդրում արի, ավելի ռիսկային եմ արի, բայց ամեն դեպքում հասկանալով թե ինչ պոտենցիալ ունենք, այդ ժամանակ նոր կորոշվի մասնաբաժինը։ Հիմա մի քիչ ավելի པարզ բերեմ օրինակ։ Ես ունեմ գաղափար, գալիս եմ քո մոտ, դու համաձայնվում ես ներդրում անել։ Ինձ պետք է $50,000, որպեսզի ստեղծենք ինչ-որ մի բան, որ հետագայում կարողանանք ավելի լուրջ ներդրման գնանք, ասենք օրինակ, չգիտեմ, $1 միլիոն ներդրում վերցնենք, որ կարողանանք եւս 1 տարի աշխատենք։ Դու համաձայնվում ես, հիմա այս բանը ըստեյության իմ կամպանիան արժի 0, որը ուզում է դառնա $1 միլիարդ, հա, դառնա unicorn, բայց այս բանը 0 է։ Հիմա 0-ի մեջ $50,000-ը այդ նշանակում է ամբողջ կամպանիան գնել, բնականաբար դա ոչ ոքի ձեռ չի տալիս եւ տեղի չի ունենա, ինքը տրամաբանական չի։ Մենք պայմանավորվում ենք հետեւյալը, ասում ենք, որ դու ինձ տալիս ես հիմա $50,000, ես ստեղծում եմ պայմանական ինչ-որ պրեզենտացիա, վեբսայթ, ինչ-որ շուկան եմ ուսումնասիրում ու գնում ենք հաջորդ փուլ ներդրում անելու։ Հաջորդ փուլում, երբ որ արդեն քիչ շատից ավելի ինչ-որ նյութական բաներ կա, հնարավոր է որոշակի շոշափել, գնահատել ընկերությունը, այդ ժամանակ կհասկանանք ինչքան է ընկերությունը ու պայմանական այդ ժամանակվա գնից ես քեզ 50% զեղչ կտամ ու քո մասնաբաժին, այսինքն 50,000 բաժին ընկնող բաժնետոմսերը քեզ կտամ։ Հիմա վերենք օրինակ, մենք վերցրեցինք $50,000,
պայմանը, trigger-ը, այսինքն ինչ որ մի հատ երևույթ, որը ակտիվացնում է մեր պայմանագիրը, այնա որ մենք հաջորդ ներդրումն ենք ստանում։ Ու պայման ենք կնքում, որ այդ ապագայում, երբ որ կկնքեմ ես պայմանագիր նոր ներդրողի հետ, իր այդ ինչ ձեռքի կտանք, որ ընկերության արժեքը արժի, դրա կես գնով ես քեզ բաժնետոմս եմ տալիս։ Մի տարի հետո կնքում ենք պայմանագիր, ընկերության արժեքը միջև ներդրումը համարվում է $1 միլիոն։ Հիմա $1 միլիոն քեզ համար դա դառնում է $500,000, դու վճարել ես $50,000, հետևաբար 10%-ը ստանում ես։ Այդտեղ կա տարբեր վարիացիաներ, հա, օրինակի համար կարանք ասենք, որ այդ $1 միլիոն, բայց կարող է $10 միլիոն լինում, հա, հետևաբար $10 միլիոն կես $5 միլիոն, դու ստանում ես 0.5։ Դնում ենք, որ 50% զերծ, բայց ոչ ավել, քան օրինակ $1 միլիոն հաշվարկով, տարբեր բաներ, այսինքն դա արդեն ոնց իրար հետ ձեռ-ձեռի կտանք։ Հիմա ինչն է լավ է կարգավորման, որ նման պայմանագրերը հնարավորություն է լինում կնքել, գրանցել եւ հեշտացնում է այդ ներդրման փուլը, որովհետեւ եթե չկա նման գործիք, որ դու կարողանաս ապագայում տեղի ունեցող երևույթներ կարեկցիով կանես, այդ նշանակում է մենք հիմա պետք է նստենք իրար շատ երկար քննարկենք, ու այդ քննարկումների ընթացքում կարող է ես մոտիվացիան կորցնեմ, չուզեմ, կամ մեկ ուրիշը ռեալիզացնի այդ պրոյեկտը, կամ դու ուրիշ առաջարկություններ ունենաս, կամ ես իրավաբաններ վարձեմ, դու հաշվապաներ գնահատենք, ռեսուրսներ ծախսենք, արդյունքում գործարքը տեղի չունենա։ Երբ որ կա հեշտ գործիքը, հանդիպեցինք, խոսացինք, ոգևորվեցինք, արագ կնքեցինք ու ստեղծեցինք հայկական, չգիտեմ, երկրորդ, երրորդ, չորրորդ յունիկորնը կամ կամպանիա, որը 1 միլիարդ արժի։ Ինքը հեշտացնում, արագացնում է եւ լավացնում է բիզնես միջավայրը։ Այս մոտավորապես հայկական տրամաբանության մեջ գիտես ինչի հետ եմ ասոցացնում, որ ասենք մեկը մյուսից ինչ-որ գումար կամ ինչ-որ բան է խնդրում, ինչ-որ գործ անելու համար, ասում է, բա ինչ պետք է տամ, ասում է, գնա արա գործը, կգաս կհասկանանք, մոտավորապես անցնի։ Հա։ Ինչ մտքովդ անցի չէ, կգաս կհասկանանք, մոտավորապես։ Դրանից բացի կա մի հատ գործիք, որ բացի նրանից, որ ես քեզ գումար տվեցի ներդրումացի, կարող եմ պարտք տամ։ Ու հետո այդ պարտքը վերածեմ բաժնեմասի, հետո կոչվում է փոխարկելի պարտատոմսեր, լոգիկան մեծ հաշվով նույնն է, բայց ինքը ձևակերպվում է որպես պարտք, հետո այդ պարտքը վերածվում է փայաբաժնի։ Հիմա քանի որ ես ասում եմ, որ այսի Արմենիան իր ռեֆորմները ու էսել է, ոնց որ այդ ռեֆորմների շրջանակում կայացված մոնիթորինգ անում, այն օրը խնդրել եմ ինձ տվյալներ են տրամադրել, թե ինչա տեղի ունեցել Հայաստանում կիրառում են, հա։ Այո, ավելին ասեմ, ես էլ էի ապշել գործարքներ ծավալ, ուրեմն Հայաստանում 5 ամսվա մեջ կնքվել է, հլասը քանի հատ կարա սև պայմանագիր կնքված 15 87 պայմանագիր է կնքվել ընդհանուր 1.8 միլիոն դոլարի։ Այսինքն ասեցի մի տարվա ընթացքում է կնքվել, այսքան 1.8 համարյա 2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել։ Այդ թվում գործարքներից մեկում ոնց որ C կվադրատի մասնակցությամբ։ Հիմա փոխարկելի ոնց որ ինչքան ներդրումներ են արել մեր VC-ները, պահել են, հա։ Չէ, ինքը հեշտացրել է, հարմարացվել է ու կարողանում են ավելի ճիշտ, նայ, առաջ ինչ-որ լուծումներ են գտնում իրավիճակը հարմարվելու, որտեվ ստարտափ շուկան աշխատում է իրոք այդ լոգիկայով, ոչ ոք 0-ի վրա չի պայմանավորվում տոկոսներ, հետևաբար չկար օրենսդրական լուծում, ինչ որ տենց, չգիտեմ, մի քանի պայմանագրերով բանով չգիտեմ, էլի ով ոնց կարացել լուծում արը, հիմա ունեն գործիքը, հեշտացնում է, արագացնում է, ու ունենք նաև ստատիստիկա, այսինքն լավ է նա, որ այս ռեֆորմը փաստորեն պետք է եղել շուկային, այսինքն ինքը անիմաստ ինչ-որ բան չի, որ հնարավորություն է, որը ոչ ոք չի օգտագործում։ Իսկ թիվը կա, քանի ընկերություններ այդքան պայմանագիր կնքեն։ Դե եթե 87-ը, այսինքն առնվազն 87 հատ պայմանագիր է կողմերի մեջ։ Մի ընկերությունը կարող է մի քանի հատ ունենալ, չէ՞, անավան որ մեր ֆոնդերը այսպես այտենց մեկը այն փոխարկելի պարտատոմսերը որ կա, դրանք 5 ամսվա մեջ կնքվել են 184 հատ 184 պայմանագիր, ու ստեղ ավելի լուրջ թիվ է, 18.2 միլիոն դոլարի, այսինքն կամպանիան է ընտրվել է պարտք, որ հետո դա կվերածվի բաժնեմասի, հետևաբար, ոնց որ կոպիտ ասած, որ ռուսներն ասում են, «Նա naše ulice будет праздник», ոնց որ
մի հատ ավել գործիք ունեցավ մեր հայկական ստարտափ համակարգը, որ ներդրումներ ներգրավի ու բանան հեշտացնի ընդհանրապես այդ գործարքը ձևակերպել։ Բայց ես ավելի քիչ թիվ էի սպասում նաև այն պատճառով, որ մեր ստարտափները, երբ որ արդեն ինչ-որ մի այսպես փուլի են հասնում, որ փող են ներգրավում, սովորաբար Ամերիկայում չեն գրանցվում։ Նաև ոնց է հաստեղ հավանաբար այն, որ ասում են սառնային փուլում գտնվող ընկերություններն են, որոնք դեռ Ամերիկայում չեն գրանցվել։ Այսինքն այս փուլից հետո են երևի։ Հա, այսինքն ինչ է լինում, դու երբ որ կոնցեպտ ես մշակում կամ MVP ես մշակում դեռ ԱՄՆ-ից նույն սովորաբար չտեմ pre-seed round-ներում, հա, ինչ-որ լուրջ գումարներ ես արդեն ներգրավում, սովորաբար yank Հայաստանում գրանցվում են, աշխատում են, որտեվ մարդկանց են գործի ընդունում, ինչ-որ գործարքներ են անում, հետևաբար պետքա ընկերություն ունենան, իսկ դա ծախս է Ամերիկայում գրանցել, հետո պահել այդ ընկերությունը եւ այլն, հա, իրանք գրանցում են ստեղ, հետագայում եթե կարիք է լինում գրանցում են ԱՄՆ-ում, հետո գործարք են անում ԱՄՆ-ի ընկերությունը, հայկական ընկերությունը ձեռքաբերում։ Հա ու դառնում է հայկական ընկերությունը դուստր ընկերություն։ Բայց ոնց որ ինձ թվում է մենք գլոբալ առումով պետք է հասնենք նրան, որ կարողանանք հենց հայկական ընկերությունով այդ լուրջ մեծ ներդրումները ստանանք, այդ տենց բավականին բարդ ամբիցիոս նպատակ է, բայց պետք է իր հետևից գնալ։ Ես զուտ ավելացնեմ, որ եթե ունեք ստարտափ ու նաև ունեք կարիք հասկանալու թե ինչպես է աշխատում այս ամենը, նկարագրությունում վիդեոյի կտեղադրենք հղում, որտեղ կա նախ ամբողջ բացատրությունը, ինչպես են աշխատում safe պայմանագրերը եւ փոխարկելի պարտքը, կա նաև quiz, որտեղ կարող եք անցնել այսպես կոնկրետ օրինակներով, եւ կա նաև հաշվիչ, որտեղ որ գրում ես, ասենք, ում հետ ինչ ես պայմանավորվել, ինքը հաշվում տալիս է ընկերության այսպես մասնաբաժինները ըստ ներդրողների, այս էլ օգտակար գործիք մեր ստարտափների համար, որ կարող են օգտվել։ Անկեղծ որ ասեմ, ես էլ էի զարմացած գործարքի ծավալներից, մի հատ հետարքիր բան կա, որ կարելի է նայել 1 տարի հետո ինչ կլինեն այս թվերը, որովհետև ոնց որ դու ասել կարող մեծ քանակի գործարքներ կուտակվել էր ու լուծումը կարտոնց մի անգամից ա եղել, թե ինքը դինամիկա է, որը աճել է, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ 1-2 գործարք ընկվել է, նշանակում է, որ արդեն այդ լուծումը պետք է եղել։ Այդ նշանակում է, որ ստեղ էլ կար ֆինանսական բանականություն։ Այո։ Այսօրվա մեր էպիզոդը այսքանն էր, սա մեր նախավերջին էպիզոդն էր 2025-ին, իսկ տարեվերջին կունենանք նաև ամփոփիչ էպիզոդ։ Բաժանորդագրվեք How to be ալիքին, կհանդիպենք։